Ողջույն, այսօր ինչպես եւ խոստացել եք, խոսեմ այն մասին, թե ինչ էր խոստացել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի իր նախընտրական ծրագրում եւ փաստացի ինչ է արել։ Առհասարակ ընդդիմադիր դաշտում կա մի արատավոր երևույթ, երբ ընդդիմադիր գործիչ են որակվում մարդիկ, ովքեր ուղղակի վիրավորում են, հայհոյում են իշխանություններին։ Ես այդ մոտեցմանը դեմ եմ եւ ավելի կողմ եմ փաստերով եւ հիմնավոր կերպով քննադատություններին, ինչպես նաև նրան, որ ներկայացնենք, թե ինչում է խնդիրը իշխանության հետ։ Ես ուսումնասիրել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2021 թվականի տված խոստումները եւ արդեն կարող եմ ասել, որ այդ մարդիկ ձախողել են ամբողջությամբ։ Հիմա մանրամասն կներկայացնեմ ձեզ ինչ են խոստացել եւ ինչ են արել։ Սկսեմ նրանից, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր 2021 թվականի նախընտրական ծրագրի հենց սկզբից անդրադարձ էր կատարել ՀՀ անվտանգության գործոններին, որտեղ մի առանձին կետ կար Արցախի մասին եւ ասվում էր, որ Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը։ Պաշտպանության բանակն ամբողջությամբ անցում կկատարի պայմանագրային զինծառայության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում եւ Լաչինի միջանցքում Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիք է։ Ինչ ունեցանք 2026 թվականին։ Ունեցանք այն, որ այլևս Արցախ չունենք։ Այսինքն այս կուսակցությունը Արցախը համարել է անվտանգության գործոն եւ ամենայն հավանականությամբ չկարողանալով պաշտպանել եւ կատարել իր տրված խոստումը, որոշել է ուղղակի Արցախը հրաժարվել Արցախից, հանձնել Արցախը եւ թեման այս կերպ փակել։ Հաջորդը քաղաքացիական պայմանագիրը որպես անվտանգության գործոն նշել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, շարադրել հայ-ռուսական համաձայնագրերը, ինչպես նաև կարևորել, որ Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր։ Հասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ 2021 թվականին ՔՊ-ն որպես Հայաստանի անվտանգության կարևոր գործոն գնահատել է ՀՀ եւ ՌԴ հարաբերությունները եւ ընդամենը 5 տարի անց փաստացի Հայաստանում անցկացնում է ԵՄ գագաթնաժողով։ Ես չեմ ասում վատ է, լավ է, ես ուղղակի փաստն եմ արձանագրում եւ Հայաստանն է հրավիրում Զելենսկուն։ Հաջորդ անվտանգության գործոնը ՔՊ-ն նշել է ՀԱՊԿ-ին, կարևորել է տարածաշրջանային կայունության հաստատումը եւ տարածաշրջանի ապաշրջափակումը։ ՔՊ-ն նաեւ նշում էր, որ միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի եւ Արցախի այլ անվտանգային եւ կենսական շահերի հաշվին, այլ հակառակը պետք է նպաստի դրանց ամրապնդմանը։ 2026 թվականին մենք չունենք Արցախ, չունենք ապաշրջափակում, ունենք վատ հարաբերություններ ՀԱՊԿ-ի հետ, սառեցրած անդամակցություն ՀԱՊԿ-ին եւ նորից անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ 2021-ին որպես անվտանգության գործոն հռչակված ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները եւ առանցքային կետում Արցախի հարցը այսօր այլևս ակտուալ չեն եւ ընդհանրապես ՔՊ-ի համար նշանակություն չունեն անգամ։ Հաջորդ անվտանգության գործոնը ՔՊ-ն նշել է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության դերը։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է ստացվում, որ մի ուժ, որը մի քանի անվտանգության գործոններ է շեշտադրել, եկել է իշխանության եւ ամբողջովին շեղվել է իր կողմից նախապես ընտրված ուղղությունից։ Եթե սա լիներ օրինակ 2019 թվականին, 18 թվականին, նույնիսկ 2020 թվականին, ինչ որտեղ հնարավոր էր հասկանալ, դեռ պատերազմը չէր եղել, դեռ չգիտեինք ով իրեն ոնց կպահի, սակայն այս նախընտրական ծրագիրը ներկայացվել է 2021 թվականին, այսինքն ՔՊ-ն արդեն պետք է հասկացած լիներ, թե Ռուսաստանի Դաշնության, թե ԵԱԿ Մինսկի խմբի, թե ՀԱՊԿ-ի դերակատարումը, այսպես ասած, իրեն օգնում են, իրեն խցում են, թե ինչ են անում, եւ անհասկանալի է, թե ինչպես կարող է այս ուժը ներկայացնել բոլորովին այլ ծրագիր եւ
իրականացնել լրիվ այլ։ Սա կոչվում է ժողովրդին խաբել, այսինքն դու ներկայացնում ես նախընտրական ծրագիր, քվե ես ստանում այդ ծրագիրը իրագործելու համար, անում ես լրիվ հակառակը եւ նորից հավակնում ես իշխանություն լինելուն։ Առհասարակ նման պարագայում նման քաղաքական ուժը պետք է ներողություն խնդրեր եւ ուղղակի հեռանար, հա, մինիմում ինչ կարող էր անել։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչ էր խոստացել ՔՊ-ն արտաքին քաղաքականության մասով։ Մեջբերեմ ծրագրից։ Արտաքին քաղաքականության մեր ուղենիշն է ինչպես Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության եւ շահերի ապահովումը։ Արտաքին եւ անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու ուշադրություն, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը, Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հումանիտար խնդիրների լուծումը։ Ինչ ունենք 2026 թվականին։ Այս մարդիկ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Վերը ընթերցված տեքստում դուք տեսաք որևէ միտք, որը կարող էր ձեզ տեղիք տալու ենթադրել, որ այս քաղաքական ուժը կարող է Արցախը ճանաչել մեկ այլ պետության կազմում։ Հաջորդ կետով ՔՊ-ն կարևորել է հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը շարունակելը եւ նշել է, որ դա լինելու է իրենց արտաքին քաղաքական առաջնահերթություններից։ Անկեղծ ես փորձեցի գտնել այս 5 տարվա ընթացքում որևէ գործողություն, քայլ, որը ՔՊ-ն արել է այս ուղղությամբ, չգտա։ Եթե կան որևէ գործողություններ, ապա հանգիստ կարող եք ներկայացնել, գուցե իմ աչքից եմ վրիպել։ Այնուհետև ՔՊ-ն խոստացել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով շարունակել ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ու ռազմավարական գործընկերությունը, խորացնել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Ինչ ունենք 2026 թվականին։ 2026 թվականին ունենք այն, որ ՔՊ-ն արդեն խոսում է ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու մասին, գնալ դեպի ԵՄ, ՔՊ-ն Հայաստան է հրավիրում Զելենսկուն, որը ՌԴ-ի հետ հարաբերությունները ամրապնդելու եւ խորացնելու մասով, չեմ կարող ասել ինչքանով կարող է նպաստել, եւ ունենք սառեցրած անդամակցություն ՀԱՊԿ-ին։ Նորից մենք ունենում ենք մի վիճակ, երբ այս կուսակցությունը խոստացել է մի բան, արել լրիվ հակառակը, այսինքն ամբողջովին շեղվել է իր արտաքին քաղաքական այն ուղղությունից, որը հրապարակել էր իր նախընտրական ծրագրում, ես ինչու եմ այսքան կարևորում նախընտրական ծրագիրը, եւ ցավում եմ, որ նույն մեր ընդդիմադիրները դրան ուշադրություն չեն դարձնում։ Առհասարակ յուրաքանչյուր քաղաքական ուժ, երբ գալիս է իշխանության, գալիս է այդ նախընտրական ծրագրով, եւ նա պարտավոր է իրականացնել հենց այդ ծրագիրը։ Երբ այդ քաղաքական ուժը շեղվում է իր նախապես ներկայացրած նախընտրական ծրագրից, չի իրագործում, ապա այստեղ այլևս այդ ուժը չպիտի հավակնի իշխանության։ Քանի դեռ մեր հասարակությունը չի հասկացել այս պարզ խնդիրը, մենք չենք կարող ակնկալել որևէ լուրջ բարեփոխումներ մեր երկրում։ Ամեն անգամ իշխանության բերելով պոպուլիստական ուժերին, պոպուլիստներին, ովքեր գալիս են եւ մեզ գեղեցիկ հեքիաթներ են պատմում, թե ինչքան լավ մենք կապրենք, եթե նրանք ընտրվեն, մենք շատ ավելի վատ վիճակների մեջ ենք հայտնվելու։ Դրա համար ես հիմա այս ընտրությունների փորձելու եմ հնարավորինս ներկայացնել բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև այսօր արդեն կխոսեմ այն մասին, թե ինչ է արել ՔՊ-ն եւ ինչու նման ուժը չի կարող հավակնել նորից իշխանություն լինելուն։ Հիմա անցնենք առաջ։ 2021 թվականի նախընտրական ծրագրում ամեն տեղ նշված է Արցախյան հակամարտության կարգավորման մասին։ Ես չգիտեմ, գուցե այդ ժամանակ ՔՊ-ն գիտեր, որ հենց այս ձև է իրադարձությունները զարգանալու եւ գուցե կարգավորում ասելով այդ մարդիկ նկատի ունեին այն, որ Արցախը ճանաչելու են Ադրբեջանի կազմում, բայց նույնիսկ եթե այդպես է, ապա նրանք պարտավոր էին այդ մասին հայտնել, այլ ոչ թե մեզ խոստանային, որ աշխատանքներ են տարնելու Արցախահայության ինքնորոշման
իրավունքի ճանաչման մասով, Արցախը պաշտպանելու մասով եւ անել լրիվ հակառակը։ Սա ակնհայտ ստել է, խաբեություն է, որը քաղաքական ուժի համար բավականին լուրջ խնդիր է, վստահության խնդիր է արդեն առաջանում։ Եվ նման ուժի երկրորդ անգամ վստահել իշխանությունը, գիտեք, կարող էին առհասարակ չխոսել Արցախի մասին։ 2021 թվականի նախընտրական ծրագրում ուղղակի կարող էին չանդրադառնալ Արցախի հարցին, եւ այսօր որևէ հարց ու պատասխան չէր առաջանա։ Մենք ասենք, որ այս մարդիկ ուղղակի չեն խոսել այս խնդրի մասին, չգիտեն ոնց են կարգավորելու, չգիտեն ինչ գործողություններ են անելու, սակայն եթե դու նշում ես, թե որ կարգավորման մեխանիզմներով ես առաջ գնալու, ինչ ես անելու եւ անում ես լրիվ հակառակը, այ հենց ստեղ է ամբողջ խնդիրը։ Եվ գիտեք, ես կարծում եմ, որ մենք ունենք նաև օրենսդրական բաց այս առումով եւ ինձ համար դա դառնալու է հետագա գործունեության նպատակներից մեկը, որևէ կերպ ստեղծել պատասխանատվության մեխանիզմ քաղաքական ուժերի համար։ Այսինքն, երբ քաղաքական ուժը գալիս է իշխանության, բերում է ներկայացնում է ինչ-որ նախընտրական ծրագիր, ապա նա պետք է ունենա պարտավորություն դա իրագործելու։ Եթե նա չի իրագործում այդ ծրագիրը կամ չի իրագործում ինչ-որ տոկոսի չափով, ապա պետք է որոշակի պատասխանատվության մեխանիզմ լինի։ Այլապես չի կարող լինել, որ ամեն անգամ քաղաքական ուժերը գան իշխանության, ակնհայտորեն խաբեն ժողովրդին, գնան, հետո նորից գան, չգնան էլ, խաբեն եւ նորից վերարտադրվելու մասին մտածեն ու վերարտադրվեն։ Արտաքին քաղաքականության այն կտորը, որտեղ ՔՊ-ն խոստացել էր, որ հարաբերությունները պետք է խորացնի ԵՄ-ի եւ Ֆրանսիայի հետ, այս մասով կարելի է ասել, որ կատարել է ՔՊ-ն իր նախընտրական խոստումը։ Արտաքին քաղաքականության մասով ՔՊ-ի հիմնական խնդիրը այն է, որ նրանք ի սկզբանե իրենց կողմից հայտարարված ուղղությունից ամբողջովին շեղվել են եւ գնացել են հակառակ ուղղությամբ։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ դա ճիշտ էր, սխալ էր, թե ինչ էր, սակայն կա հստակ ընտրված ուղղություն։ Կա այն, որ դու ակնհայտորեն խաբել ես ժողովրդին, այսինքն ներկայացրել ես մի բան, ստացել ես քվե այդ ծրագիրը իրագործելու համար, բայց արել ես լրիվ ուրիշ բան։ Եվ գիտեք, այսօր երբ մեր քաղաքական դաշտում կան բազմապիսի կուսակցություններ, որոնք տարբեր հեքիաթներ են պատմում, զբաղված են ակնհայտ պոպուլիզմով, այդ թվում ուժեղ Հայաստան կուսակցությունը չի զիջում պոպուլիզմով նույն ՔՊ-ին։ Ինչից է դա գալիս, քանի որ այդ կուսակցությունները, այդ քաղաքական ուժերը տեսնում են, որ հնարավոր է հայ ժողովրդին խաբել, մարսել եւ նորից հավակնել իշխանության։ Եթե հնարավոր է, ապա իրենք ինչու չպիտի խաբեն։ Հիմա ՔՊ-ի ամենակարևոր ձախողումը, կարդամ թե ինչ էին խոստացել Արցախի հիմնախնդրի մասով, ավելի մանրամասն պատկերացնելու համար։ ՔՊ-ն հստակ գրել է. այն փաստը, որ մարդու իրավունքների, զանգվածային խախտումների եւ զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով, առաջնորդվելով անջատում հանուն փրկության սկզբունքով, անջատում հանուն փրկության սկզբունքը իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների, լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։ Փաստացի խոստացվել է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող ճանաչվել Ադրբեջանի կազմում։ Ինչ տեղի ունեցավ, մենք արդեն գիտենք, Արցախը ՔՊ-ի կողմից ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Միայն այս մի կետը բավարար է, որպեսզի այս կուսակցությունը այլևս գոնե թե մոտակա 10 տարին իշխանության չհավակնի, քանի որ նա խոստացել է կարևորագույն հարցով, խոստում է տվել, իր նախընտրական ծրագրում գրել է, թե ինչ է անելու եւ խախտել է իր տված խոստումը։ Նորից եմ կրկնում, էական չի, ինչ պայմաններում, ինչի պատճառով, իրենց բառերով ասած իրենք քցել են, խաբել են, թե ինչ են արել։ Նույն հաջողությամբ յուրաքանչյուր իշխանություն կարող է գալ, ամբողջովին ձախողել պետական քաղաքականությունը, պետությունը կանգնեցնել կոլապսի առաջ, պետությունը տանել քայքայման եւ վերջում տարբեր պատճառաբանություններ բերել։ Մենք էլ ասենք դե լավ, դե հիմա ինչ անենք, դե սենց ստացվեց։
Այնուհետև շարունակում են, խոստացել են Արցախի հետ պատերազմյան վերականգնում, տնտեսական կյանքի աշխուժացում, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծում, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանում, խոստացել են, որ ջանք չեն խնայելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար։ Այնուհետև ԿՊ-ն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խորացնելու է համագործակցությունը Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում։ Նշել են, որ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախ եւ առաջ նախկին լղին բնակավայրերի վերադարձ Արցախի վերահսկողության ներքո խաղաղ բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները։ Ես որևէ ձևով, որևէ կերպ չեմ տեսնում մի կետ, որտեղ նշված կլիներ, որ այս կուսակցությունը, որը գրել է այս նախընտրական ծրագիրը, տվել է այս խոստումը, կարող էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Հասկանում եք, սա նորմալ չի այնքանով, որ երբ դու գալիս ես իշխանության եւ ակնհայտորեն ասում ես մի բան ու անում ես լրիվ հակառակը, դա մի բառով նշանակում է ժողովրդին խաբել, այդքան բան։ Եվ ցավալին գիտեք որն է, որ սա հասկանում է նաև ժողովուրդը, այսինքն այնպես չէ, որ Հայաստանում հասարակությունը կողմ է Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը, բայց հենց այստեղ Նիկոլ Փաշինյանին օգնության են հասնում ապիկար ընդդիմադիր ուժերը, այն ընդդիմադիր ուժերը, որոնք ձևավորվել են ինչ-որ մարդկանց ռեսուրսի շուրջ, սրանք մեծագույն խնդիր են Հայաստանի համար, եւ հենց այս ուժերի պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը մերժված լինելով հասարակության կողմից, ընդունված չլինելով, մարդիկ չեն ցանկանում նրան ընտրել, բայց միևնույն է, նա վերարտադրվում է, ինչի շնորհիվ հենց այս օլիգարխիկ ուժերի։ Ես ներկայացրեցի այն հիմնական կետը, որը ամբողջությամբ ձախողել է ԿՊ-ն, դա անվտանգությունն է եւ պաշտպանությունը, այսպես ասած, քանի որ նույն Արցախի հարցը դիտարկվել էր որպես անվտանգության գործոն նույն ԿՊ-ի կողմից։ Հիմա անցնեմ մնացած ոլորտներին։ Ընդհանուր առմամբ ԿՊ-ն իր նախընտրական ծրագրի մոտ 40-ից 45%-ն է իրագործել։ Ես օբյեկտիվորեն կներկայացնեմ, որ ոլորտներն են, որ հաջողություններ են ունեցել, որ ոլորտներն են, որ ամբողջությամբ ձախողել են, եւ կներկայացնեմ հիմնվելով բացառապես պաշտոնական տվյալների վրա, այսինքն այն ինչ կա բաց աղբյուրներում։ Կան ոլորտներ, որտեղ տվյալները ինձ հասանելի չեն, դրանք բաց եմ թողել, այսինքն այն ինչ փակ է, օրինակ ինչը վերաբերվում է պաշտպանությանը, զենքերի ձեռքբերմանը եւ այլն։ Եթե մենք լավատեսական մոտեցումներով նայենք, օրինակ նայենք այն ծրագրերը, որոնք այս պահին գտնվում են ընթացքի մեջ, ապա կարող ենք արձանագրել, որ ԿՊ-ն իր նախընտրական խոստումների մոտ 50-ից 55%-ն է իրագործել, բայց եթե ֆիքսում ենք զուտ կատարվածը, ապա դա 40-ից 45%-ն է մաքսիմում։ Հիմա ԿՊ-ի մոտ ամենահաջողված ոլորտը էներգետիկայի ոլորտն է, որտեղ ԿՊ-ն կատարել է իր խոստումների 60-ից 65%-ը։ Ինչ են արել այս ոլորտում, չնայած նրան, որ այս ոլորտը ամենահաջողվածներից մեկն է համարվում ԿՊ-ի մոտ, այդուհանդերձ ռազմավարական մեծ խոստումը նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը դեռ որոշման եւ բանակցությունների փուլում է, հագիտենք, որ տարբեր քննարկումներ են ունենում տարբեր երկրների հետ, սակայն դեռևս հստակ ուղղություն չկա ընտրված եւ որևէ գործընթաց այս մասով չկա սկսված։ Այդուհանդերձ մի շարք խոստումներ էներգետիկայի մասով իրականացրել են, օրինակ խոստացել են 2026-ից հետո ԱԵԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարացրել են մինչև 2036 թվականը եւ արդեն կոնկրետ ֆինանսավորում հատկացրել 63.2 միլիարդ դրամ բյուջետային վարկ։ Հաջորդ խոստումը վերաբերում էր վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, ինչը նույնպես արել են 2025 թվականի պաշտոնական հայտարարությամբ վերականգնվող էներգիայի բաժինը հասել է 16.3%-ի։ Նրանք խոստացել են մինչև 2030 թվականը արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել առնվազն 15%-ի, այս խոստումը փաստացի կատարել են, հասցրել են 16.3%-ի, այսինքն ժամանակից շուտ են կատարել։
Խոստացել էին ազատականացնել էլեկտրաէներգետիկ շուկան։ Սա նույնպես կարելի է համարվել կատարված, քանի որ 2022 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է արդեն շուկայի ազատականացման գործընթացը։ Հաջորդ քիչ թե շատ հաջողված ոլորտը ոստիկանության ոլորտն է, սակայն այստեղ մի փոքր հակասական է հաջողված անվանելը, ինչու, որովհետև պետք է հասկանանք, թե այդ ՔՊ-ի խոստումների իրագործումը ինչ է արժեցել մեզ համար, պետական բյուջեի համար։ Ես դրա համար հանել եմ ծախսերը, որպեսզի միասին հասկանանք, թե ինչ են ծախսել եւ արդյունքում ինչ են ստացել։ Այսպես 2021 թվականին ոստիկանությանը տրամադրվել է 67 միլիարդ դրամ, որից ծախսվել է 66 միլիարդը, 2022-ին 80 միլիարդ դրամ, 2023-ին 76 միլիարդ դրամ, 2024-ին փաստացի մոտ 98 միլիարդ դրամ, 2025-ին 105 միլիարդ դրամ, 2026-ին մոտ 120 միլիարդ դրամ։ Այսինքն ընդհանուր առմամբ 5 տարում ոստիկանությանը, այնուհետև ներքին գործերի նախարարությանը տրամադրվել է 545 միլիարդ դրամ, մոտավորապես 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Համեմատության համար նշեմ, որ 2017-ից 2021 թվականը ոստիկանության վրա ծախսվել է գրեթե կրկնակի քիչ գումար՝ 275 միլիարդ դրամ, այսինքն 751 միլիոն ԱՄՆ դոլար։ Հիշում ենք, 1.5 միլիարդ եւ 751 միլիոն։ Հիմա հասկանանք, թե ինչ ձեռքբերում ենք ունեցել այս 5 տարում, կրկնակի ավելացնելով ոստիկանության բյուջեն, ինչ արդյունք է տվել ՔՊ-ն, այսպես ձևակերպեմ։ Նախ իր նախընտրական խոստումներից ոստիկանության մասով ինչն է իրականացրել ՔՊ-ն։ ՔՊ-ն խոստացել էր ներքին գործերի նախարարության ստեղծում, ինչը արեց, եւ պարեկային ծառայության ներդնում ամբողջ հանրապետությունում, ինչը նույնպես արվեց, այսօր ամբողջ հանրապետությունում կա պարեկային ոստիկանություն։ Բայց այսքան գումար ծախսելու պարագայում մենք միևնույն է չունենք ինստիտուցիոնալ առումով փոփոխություններ, չունենք ոստիկանության աշխատանքի արդյունավետություն։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև երբ որ մենք վերլուծում ենք նույն հանցավորության մակարդակը, ապա այստեղ տեսնում ենք շատ տարօրինակ պատկեր։ Մի կողմից մենք ունենք կրկնակի շատ ծախսված բյուջե եւ մյուս կողմում մենք ունենք կրկնակի շատ աճած հանցագործություններ։ Հիմա 2017-ից 2021 թվականը կատարվել է տարեկան միջինում 25705 հանցագործություն, իսկ 2022-ից 2025-ը տարեկան միջինում 40264 հանցագործություն, այսինքն կրկնակի աճ ենք ունեցել։ Մի կողմից մենք ոստիկանության բյուջեն կրկնապատկել ենք, մյուս կողմից փոխարակ հանցագործությունների թվաքանակը իջներ, նվազեր, կանխարգելվել, մենք ունեցել ենք հակառակ պատկեր։ Հանցավորությունը կրկնակի աճել է։ Աճ է գրանցվել նաև առանձնապես ծանր հանցագործությունների, թմրամիջոցների շրջանառության եւ զենքի գործադրման հանցագործությունների մասով։ Ստացվում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոստիկանության մասով իր տրված նախընտրական խոստումների 60%-ը իրականացրել է բյուջեն կրկնապատկելու հաշվին, բայց արդյունավետության մասով, այսինքն ոստիկանության աշխատանքը դրանից չի բարելավել, քանի որ մենք ունենք հանցավորության մակարդակի կրկնակի աճ։ Հիմա անցնեմ հաջորդ խոստմանը հակակոռուպցիոն համակարգի վերաբերյալ։ Այս մասով էլ ՔՊ-ն իր խոստումներից որոշները կատարել է։ Օրինակ ստեղծել է հակակոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն կոմիտե եւ ապօրինի գույքի բռնագանձում իրականացրել։ Հիմա նորից նայենք, թե ինչքան գումար է ծախսվել այս հակակոռուպցիոն համակարգի վրա։ Օրինակ 2021 թվականին, երբ կար միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ապա այն գործում է շատ համեստ բյուջեով, տարեկան մոտ 215 միլիոն դրամ էր տրամադրվում փաստացի, այնուհետև բյուջեն սկսեց էականորեն աճել եւ այս հակակոռուպցիոն համակարգին սկսեց տրամադրվել տարեկան 3-ից 4 միլիարդ դրամ։
Բայց պետք է նաև նկատի ունենանք, որ այս թիվը, որը ես ասում եմ, տարեկան 3-ից 4 միլիարդ, սա այն է, ինչ զուտ այս հակակոռուպցիոն համակարգին է տրված։ Այնտեղ կան նաև դատախազության բյուջեից գնացող գումարներ, արդարադատության նախարարությունից, տարբեր ծրագրերով ԵՄ, ԵԽ, USAID եկող բյուջեներ, որոնք այստեղ ներառված չեն։ Այսինքն այս 3-ից 4 միլիարդը տրվել է ուղիղ հենց հակակոռուպցիոն համակարգին։ Ամենահամեստ հաշվարկներով 5 տարում ԿՊ-ն հակակոռուպցիոն համակարգի վրա ծախսել է 20 միլիարդ դրամ։ Սա ամենահամեստ հաշվարկներով իրականում շատ ավելի շատ է ծախսվել։ Հիմա տեսնենք, թե ինչքան ապօրինի գույք է բռնագանձվել այս 5 տարում։ Ուրեմն, մինչև 2025 թվականի վերջը հաշտության համաձայնությունների հիման վրա պետության օգտին բռնագանձվել է շուրջ 5 միլիարդ 126 միլիոն դրամի գույք և դրամական միջոց։ Ինչ է ստացվում, այսինքն 20 միլիարդ դրամ գումար են ծախսել, բռնագանձել են 5 միլիարդ դրամ, սա է ստացվում։ Պետք է նաև նշեմ, որ դատարաններում իհարկե կան բազմաթիվ հայցեր և 2025 թվականի վերջի դրությամբ 125 հայց է ընդհանուր առմամբ դատարանում ներկայացված և այդ հայցերի հայցագինը կազմում է մոտ 595.8 միլիարդ դրամ, սակայն սա դատարանում քննվող գործեր են և մենք չգիտենք ինչ ընթացք կստանան, արդյոք կբռնագանձվեն, թե ոչ։ Այս պահի դրությամբ մենք ֆիքսում ենք, որ ծախսվել է 20 միլիարդ դրամ գումար, նվազագույնը 20 միլիարդ, ինչպես նշեցի, սա ամենահամեստ հաշվարկներն են, և բռնագանձվել է 5 միլիարդ դրամ ապօրինի գույք և դրամական միջոց։ Հետևաբար ես չեմ կարող ասել ինչքանով է հաջողված այս հակակոռուպցիոն համակարգի կառավարումը ասեմ, ներդրումը ասեմ, իրագործումը ասեմ, եթե նայում ենք թվերին, ինչքան է ծախսվել և փաստացի ինչ արդյունք ենք ունեցել, ապա շատ հակասական է, չեն կարող ասել, որ հաջողված։ Հաջորդ ոլորտը բարձր տեխնոլոգիաների ոլորտն է, այս ոլորտում ԿՊ-ն նորից իր խոստումների մի մասը կատարել է, սա համարվում է այն ոլորտներից, որտեղ կարելի է ասել ԿՊ-ն հաջողել է ինչ-որ մասով, քանի որ խոստացել էին շրջանառության աճ ապահովել, հասցնելով մինչև 500 միլիարդ դրամի, սակայն 2025-ի դրությամբ արդեն 1 տրիլիոն դրամ էր կազմում աճը, այսինքն գերազանցել են իրենց խոստումը, բայց այս ոլորտում այլ խնդիրներ կան, այսինքն բացի շրջանառության աճից ԿՊ-ն խոստացել էր նաև տեխնոպարկեր հիմնադրել, արտադրական քաղաք ստեղծել, կիբեռանվտանգության կենտրոն, պետական ծառայությունների ամբողջական թվայնացում և ենթակառուցվածքային բազմաթիվ այլ խոստումներ։ Այս խոստումների մեծ մասը չեն կատարվել, մի մասն էլ դեռ նոր մեկնարկի փուլում է գտնվում։ Պետք է նաև արձանագրել, որ այս շրջանառության աճը ոլորտի վկայում է այն մասին, որ մասնավոր հատվածը շատ ավելի արագ է զարգացել, քան պետությունը կարողացել է արձագանքել, այսինքն մասնավորը զարգացել է, բայց պետությունը չի կարողացել մասնավորին համընթաց զարգանալ և ապահովել այն բոլոր ենթակառուցվածքները, որ նախապես խոստացել էր։ Հիմա շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչքան գումար է ծախսվել այս ոլորտի վրա։ 2021-ից 26 թվականները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով բյուջեից նախատեսվել կամ հատկացվել է մոտ 155-ից 159 միլիարդ դրամ։ Այսինքն այնպես չէ, որ քիչ հատկացումներ են եղել, ֆինանսավորում չի եղել, իրականում բավականին լուրջ ֆինանսավորում է եղել ոլորտին և ձեռքբերումները, եթե համեմատում ենք իրականացրած ծրագրերի հետ, ապա արդյունքը այդքան էլ լավ չէ։ Հաջորդ ոլորտը, որտեղ նույնպես ԿՊ-ն ամբողջությամբ չի ձախողվել, այսինքն ունի իրականացրած խոստումներից մի երկու բան, ավիացիային է վերաբերում, այստեղ խոստացել էին ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտի, որը արել են, համաձայնագիրը ստորագրել են, վավերացվել է և արդեն ուժի մեջ է մտել։ Խոստացել են նաև low cost ուղղությունների զարգացում, ինչը նույնպես արվել է և մեկնարկել են ՆԳՆ ՔԱԿ բարեփոխումները։ Սակայն արդյունքում հիմնական լուրջ և կարևոր խոստումները միևնույնն է չեն արվել, որոնք վերաբերում էին այս ոլորտին, խոսքը վերաբերում է ավիացիոն անվտանգության և ինստիտուցիոնալ վերահսկողության խորքային խնդիրները մինչև 2026 թվականը ամբողջությամբ լուծելուն։ Կառավարությունը դեռ նոր է հատկացնում 321 միլիոն դրամ,
ICAO-ի հետ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմավորման համար, այսինքն արդյունքում նույն ավիացիայի ոլորտում մի 3 փոքր խնդիր լուծվել է, փոքր հարաբերական ասված, հա, եթե համեմատում ենք մյուս լրջագույն խնդիրների հետ, որոնց լուծումը նույնպես խոստացել էր ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում։ Այսինքն այս հիմնական կառուցվածքային խնդիրները չեն լուծվել, բայց ինչ որ փոքր խնդիրներ լուծվել են։ Ինչ վերաբերում է տնտեսական բլոկին, ես երբ որ ասում եմ, որ նույն ուժեղ Հայաստանը, ինչպես նաև մնացած ընդդիմադիր ուժերը շատ սխալ քարոզչական գիծ են որդեգրել, խոստանալով տնտեսական ինչ-որ աճ, տնտեսական փոփոխություններ եւ այլն, ապա հիմնվելով հենց սրա վրա եմ ասում, քանի որ տնտեսական բլոկը նրանցից է, որը կարելի է ասել ՔՊ-ի մոտ հաջողվել է ինչ-որ առումով, քանի որ նրանք ավելացրել են մեկ շնչին ընկնող հնայի չափը, ինչպես նաև միջին աշխատավարձի աճ են գրանցել, այսինքն այն ինչ որ խոստացել էին, արել էին, որ միջին աշխատավարձը կկազմի 300,000 դրամ, փաստացի կազմում է մոտ 303,000 դրամ։ Իհարկե այստեղ նաև պետք է գնաճը հաշվի առնենք, այսինքն գնողունակության մակարդակը, հա, հասկանանք այդ 303,000-ով ինչ կարող է իրեն թույլ տալ մարդ այսօր եւ օրինակ մի քանի տարի առաջ։ Այդուհանդերձ կարող ենք արձանագրել, որ դա իրենց մոտ ստացվել է, փաստացի կարողացել են ապահովել։ Այնուհետև նրանք կարողացել են նաև բարձր տնտեսական աճ ապահովել, սակայն այստեղ նույնպես պետք է մի շարք գործոններ հաշվի առնենք, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը, դրանով պայմանավորված բազմաթիվ վերաարտահանումներ, որի շնորհիվ նաև ապահովել է այս տնտեսական աճը, բայց փաստացի ապահովել է, հա, պետք է արձանագրենք այն ինչ ունենք։ Այդուհանդերձ մի շարք խոստումներ, որոնք տրվել էին ՔՊ-ի կողմից տնտեսական բլոկում, չեն իրագործվել։ Օրինակ, խոստացել էին գործազրկությունը իջեցնել 10%-ից ցածր։ 2025-ի տվյալներով ըստ Armstat-ի գործազրկության մակարդակը մնացել է 10%-ից բարձր։ 2025-ի եռամսյակային ցուցանիշները եղել են այսպես 14%, 12.3, 11.8, 13.1, այսինքն 10%-ից բարձր է շարունակել մնալ։ Հաջորդը աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, ինչը նույնպես չեն արել եւ 2021 թվականին աղքատության մակարդակը եղել է մոտ 26.4%, 2024-ին հասել է 22-ի, այսինքն նվազում կա, բայց կրկնակի նվազում բնականաբար չկա։ Կատարել են կենսաթոշակների մասով իրենց խոստումը, խոստացել էին միջին կենսաթոշակը 43,500 դրամից դարձնել 61,000 դրամ, իսկ նվազագույնը 26,500-ից 37,000 դրամ։ Այս մասով կատարել են իրենց խոստումը։ Սակայն խոստումը չի կատարվել նվազագույն աշխատավարձի մասով, խոստացել էին 68,000-ից դարձնել 85, այնինչ 2023-ի դրությամբ բարձրացվեց, բայց դարձավ 75,000 դրամ։ Իսկ 2026-ի դրությամբ դեռ չի հասել 85,000-ի։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները խոստացել էին հնայի 6%-ի չափով, այստեղ ՔՊ-ն լուրջ ձախողում է արձանագրել, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն 2024-ին Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է, ուշադրություն, հնայի մոտ 0,51%-ը, այսինքն տեսեք ինչքան հեռու է 6% եւ 0,51, այստեղ տոտալ ձախողում են արձանագրել։ Հետևաբար ինչ է ստացվում, որ մի շարք ուղղություններով ՔՊ-ն արձանագրել է տնտեսական հաջողություններ, բայց հիմնական հարցերը, որոնք վերաբերվում են սոցիալական խնդիրներին, գործազրկություն, աղքատություն, ինչպես նաև ներդրումների մասով ՔՊ-ն բավականին լուրջ ձախողումներ է ունեցել։ Այսինքն ստացվում է, որ այդ տնտեսական աճը, որը այս տարիներին ցույց է տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, փաստացի չի լուծել այն հիմնական խնդիրները, ինչի համար որ հենց աճը պետք է լինի։ Շատ պարզ լեզվով ասած, երկրի տնտեսական աճը չի անդրադարձել բնակչության վրա, դա եղել է եւ հիմնականում պայմանավորված է եղել նույն ռուս-ուկրաինական պատերազմով, հա։ Այդուհանդերձ տնտեսական մասով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարելի է ներկայացնել բազմաթիվ հարցեր, կարելի է
քննադատել, կարելի է ցույց տալ նրանց ձախողումները, բայց տնտեսական ուղղությունը այն հիմնական ձախողված ուղղությունը չի, որի վրա պետք է շեշտադրում կատարի օրինակ ընդդիմադիր ուժը։ Հաջորդ քիչ թե շատ հաջողված ոլորտը ճանապարհաշինությունն է։ 2026 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ից մինչև 2025 թվականը կառուցվել կամ հիմնանորոգվել է ընդհանուր 4735 կիլոմետր ճանապարհ, որից 1346-ը սուբվենցիոն ծրագրերով։ Բացի այդ, 2025 թվականին միայն պետական բյուջեի միջոցներով կառուցվել կամ վերանորոգվել է 504,5 կիլոմետր ճանապարհ։ Ընդհանուր առմամբ այս մասով նրանք գերազանցել են իրենց նախապես տրված խոստումը վերաբերում էր 2500 կիլոմետր ճանապարհի կառուցմանը, նորոգմանը։ Այս մասով սա երևի թե այն եզակի ուղղություններից է, որ ԿՊ-ն հաջողել է։ Նաև հասկանանք, թե ինչքան գումար է ծախսվել ճանապարհաշինության վրա իմ համեծ հաշվարկներով, այսինքն ես հանել եմ այն թվերը, որոնք ինձ են հասանելի, բայց այնտեղ կարող են լինել նաև թվեր, ծախսեր, որոնք ներառված չեն եղել այս տողերում։ Ամենահամեստ հաշվարկներով ծախսվել է 381 միլիարդ դրամ ճանապարհաշինության վրա, մոտ 1 միլիարդ դոլար։ Այդուհանդերձ, այս ոլորտում նույնպես կան մի շարք կարևոր ծրագրեր, որոնք այդպես էլ չեն իրագործվել, խոսքը վերաբերում է հյուսիս-հարավ ռազմավարական խոստումներին, Սիսիան ագարակը մինչև 2026 թվականը ավարտել, Բարգուշատի և Քաջարանի թունելները կառուցել, Աշտարակ-Գյումրին մինչև 2024 թվականը ավարտել, այս խոստումները չեն կատարվել նշված ժամկետներում։ Այսինքն տեղական և միջպետական ճանապարհների վերանորոգման ծրագիրը ընդհանուր առմամբ առաջ է գնացել, բայց Հայաստանի գլխավոր ռազմավարական միջանցքը շարունակում է դեռ ուշացած մնալ, չկատարված մնալ։ Զբոսաշրջության ոլորտում նույնպես ԿՊ-ն իր նախընտրական խոստումների մի ինչ-որ մասը կատարել է, խոսքը վերաբերում է ավիահասանելիությանը, օրենսդրական կարգավորումներին, տուրիստական հոսքերի վերականգնմանը, սակայն իր նախընտրական ծրագրում ասված հիմնական խոստումը, որը վերաբերում էր 4,3 միլիոն միջազգային այցելուին, չի իրականացվել։ 2025-ի դրությամբ Հայաստանը ունեցել է մոտ 2,26 միլիոն զբոսաշրջիկ, գրեթե 2 անգամ պակաս, սա չի կատարվել։ Զբոսաշրջության ոլորտի վրա պետական հատկացումները 2021-ից 26 թվականը եղել են 35 միլիարդ դրամ։ Հիմա անցնենք գյուղատնտեսության ոլորտին, այստեղ նույնպես որոշակի արդյունքներ գրանցել է իշխանությունը, հատկապես ինտենսիվ այգեգործության, գյուղտեխնիկայի և ագրասարքավորումների լիզինգի մասով, բայց ոլորտի ամենակարևոր խնդիրները ոռոգման համակարգին վերաբերող, ապահովագրության ամբողջական համակարգի ներդրումը, լոգիստիկ կենտրոնները, տեղական սերմնաբուծությունը և գյուղմթերքի կայուն իրացումը մնում են դեռևս չլուծված։ Այսինքն գյուղատնտեսության ոլորտում որոշակի ծրագրեր եղել են, որոշակի ուղղություններով զարգացումներ եղել են, ավելի շատ փոքր ուղղություններով, որոշակի ծրագրեր մեկնարկի փուլում են, բայց 2021 թվականին խոստացված ագրարային համակարգը դեռ բնականաբար չկա, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք շատ խոչընդոտներ են առաջացնում գյուղացիների համար։ Նշեմ նաև, որ բոլոր նախընտրական խոստումները, որոնք տրվել են ԿՊ-ի կողմից, որոնք կային 2021-ի նրանց ծրագրում, ես հատ առանձնացրել եմ և բոլորի մասով վերլուծություն եմ արել և կարող եմ ասել, թե կոնկրետ որ խոստումը ինչ փուլում է գտնվում, սակայն որպեսզի ժամանակ խնայեմ և այդքանը շատ երկար կստացվի, հետևաբար շատ սեղմ եմ ներկայացնում ոլորտներում կատարվածը։ Անցնենք շինարարության ոլորտին, այստեղ ԿՊ-ի երևի թե ամենաուժեղ ուղղությունն է, որը կարելի է համարել նրա միակ հաջողված ուղղությունը, այսպես ասենք, չնայած էլի կան թերացումներ, այսինքն երբ որ ես ասում եմ ամենահաջողված, ի նկատի ունեմ, որ կատարվել է 60%-ի չափով, խոստացածի 60%-ն է արվել։ Խոսքը հիմնականում վերաբերում է ճանապարհաշինությանը, վերևում արդեն նշեցի, որ այս մասով նույնիսկ գերազանցել են, բայց ճանապարհաշինության հետ միասին չի լուծվել շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնց լուծումը նույնպես ԿՊ-ն խոստացել էր
2021-ից 26 թվականը պետական բյուջեի կապիտալ ծախսերը շինարարության մասով կազմել են 3.1 տրիլիոն դրամ։ Սա այն բյուջեն է, որը հատկացվել է դպրոցների, նախակրթարանների, ճանապարհների շինարարության համար։ Այդուհանդերձ մի շարք լրջագույն խնդիրներ դեռ չեն լուծվել, խոսքը վերաբերում է նույն վթարային շենքերին, որոնք շարունակում են մնալ, ի դեպ ԿՊ-ն խոստացել էր, որ դրանք այլևս չեն լինի, ինչպես նաև ջրամբարների կառուցմանը, ԿՊ-ն խոստացել էր 500 միլիոն խորանարդ մետր, որը նույնպես չկա այս պահի դրությամբ։ Ինչ վերաբերում է դպրոցներին, մանկապարտեզներին, բուժհաստատություններին, ապա այստեղ տվյալներ են պետք է հստակ ցուցակով հասկանանք քանի դպրոց, քանի մանկապարտեզ եւ քանի բուժհաստատություն է կառուցվել կամ հիմնանորոգվել։ Այս մասով ես կփորձեմ հավելյալ տեղեկատվություն ձեռք բերել։ Անցնեմ կրթական ոլորտին, այստեղ նույնպես որոշակի բարեփոխումներ եղել են, հիմնականում ուսուցիչների կամավոր ատեստավորման, նոր չափորոշիչների, թվայնացման որոշ գործիքների եւ մեծ դպրոցաշինական ծրագրի մասով, բայց այստեղ կար մի շատ կարևոր նշանակալի խոստում, որը վերաբերում էր 2026 թվականին ունենալ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ։ Սա ամբողջությամբ չի կատարվել բնականաբար, 2025 թվականի վերջի դրությամբ ավարտված դպրոցների թիվը մոտ 60-ն էր, այսինքն 300-ի փոխարեն 60, բավականին վատ վիճակ է այս մասով նույնպես։ Ընդհանուր առմամբ կրթական ոլորտում որոշակի գործընթաց կա, բայց խոստացվածի շատ փոքր մասն է իրականացվել, կան ձեռքբերումներ, բայց համակարգային խնդիրները միևնույն է շարունակում են մնալ չլուծված։ Մի շատ կարևոր հարց էլի նկատի ունենանք, որ 2021-ից 26 թվականները կրթության ոլորտին բավականին զգալի բյուջե է հատկացվել, մոտ 1.5 տրիլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ օրինակ 2021-ին 157 միլիարդ դրամ էր հատկացվել, այն պարագայում, երբ 2026-ին արդեն 384 միլիարդ դրամ է հատկացվել, գրեթե կրկնակի ավելի շատ, կրկնակից ավել 2-4 անգամ ավելի շատ գումար է հատկացվել կրթական ոլորտին, բայց այս աճի ֆոնին պետք է նաև նկատի ունենանք, թե ինչ արդյունք ենք ունեցել եւ արդյոք այդ խոստացված 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 1400 լաբորատորիա, այդ բոլորը բնականաբար արդեն տեսանք, որ դպրոցների մասով չկա, մնացածի մասով այս պահին չունեմ տվյալներ, թե որ մասն է կառուցվել եւ արդյոք մենք ունեցել ենք որակական փոփոխություն, որակի բարձրացում կրթական ոլորտի իրական բարելավում կրկնապատկելով բյուջեն, թե ոչ։ Հաջորդ ոլորտը առողջապահության ոլորտն է, որտեղ ԿՊ-ի ամենամեծ խոստումը այն էր, որ պետք է համապարփակ առողջության ապահովագրություն ներդրվի, սակայն այս խոստումը չկատարվեց խոստացված ժամկետում, այն պետք է ներդրվեր մինչև 2023 թվականը։ Փաստացի այն ուժի մեջ մտավ 2026 թվականից, արժանացավ բազմաթիվ քննադատությունների, կային մի շարք խնդիրներ, առաջացրեց բազմաթիվ անհարմարություններ մասնագետների համար, դեռ ամբողջությամբ չի ներդրվել, գտնվում է դեռ որոշակի փուլային տարբերակում է, փուլ առ փուլ է ներդրվելու, այսինքն այստեղ նույնպես ունենք վիճակ, որ 2021 թվականին խոստացել են մի բան, ինչի մեկնարկը տվել են 2026 թվականին, ավարտին չեն հասցրել եւ մեկնարկը տվել են բազմաթիվ խնդիրներով, այստեղ նույնպես կարող ենք արձանագրել, որ ձախողվել են։ Նշեմ նաև ինչքան բյուջե է տրամադրվել առողջապահության ոլորտին, 2021-ից 26-ին ծախսվել է կամ նախատեսվել է մոտ 1 տրիլիոն դրամ, այսինքն բավականին լուրջ բյուջե էր խոստումները կատարելու համար եւ կատարելու համար այնպես, որ հետևանքները ավելի լուրջ խնդիրներ չառաջացնեն։ Սոցիալական քաղաքականության մասով ԿՊ-ն որոշակի ձեռքբերումներ ունեցել է, դրանք են նվազագույն կենսաթոշակի բարձրացումը, միջին աշխատավարձի աճը, արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրումը, չնայած գիտեք արցախցիների մասով 2021 թվականի ծրագրում արդեն նշեցի ինչ խոստումներ են եղել, այսինքն սա չեն կարող համարել ձեռքբերում,
երեխաներին ուղղված որոշակի ծրագրեր, սակայն սրա հետ միասին ՔՊ-ն չի կատարել իր հիմնական խոստումները այս սոցիալական ոլորտին վերաբերող։ Խոսքը վերաբերում է գործազրկությանը, որը 10%-ից ցածր չկարողացան իջեցնել, խոսքը վերաբերում է նվազագույն աշխատավարձ 85,000 դրամ դարձնելուն, աղքատության կրկնակի նվազեցմանը, ինչը նույնպես չեն արել։ Փաստացի մենք այսօր այս ոլորտում նույնպես ունենք բազմաթիվ խնդիրներ, անապահովության գնահատման նոր լիարժեք համակարգ այդպես էլ չի ստեղծվել, սոցիալական բնակարանային մեծ քաղաքականություն չի իրականացվել ՔՊ-ի կողմից, այսինքն նորից մի քանի ինչ-որ հարցեր լուծվել են, բայց մեծ գլոբալ խնդիրները շարունակում են մնալ։ Բիզնես միջավայրի հետ կապված ՔՊ-ն նույնպես բազմաթիվ խոստումներ էր տվել, այստեղ նորից մենք ունենք նույն խնդիրը, երբ իրականացվել են մի քանի ծրագրեր, բայց այն հիմնական ոլորտային խնդիրները, որոնք կային, շարունակում են մնալ նաև 2026 թվականին։ Ինչ է արել։ Այս բլոկում որոշակի փոփոխություններ են կատարվել, համընդհանուր հայտարարագրումն է ներդրվել, ինչպես գիտեք, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներն են ներդրվել և կապիտալի շուկայի աջակցության որոշակի ծրագրեր են գործարկվել։ Սակայն ամենազգայուն խոստումներից մի քանիսը, այսինքն ամենակարևոր խոստումները, օրինակ ԱԱՀ-ի սահմանային գանձման չեղարկումը, սնանկության գործընթացի արագացումը մինչև 1 տարի, մարզերում տարեկան 500 նոր ՓՄԶ ստեղծելը, այս խոստումները չեն կատարվել։ Մշակույթի ոլորտում ՔՊ-ն բազմաթիվ խոստումներ էր տվել 2021 թվականին, այս մասով որոշակիորեն թերի որոշակի խոստումներ կատարվել են, բայց հիմնական գլոբալ խոստումները նորից շարունակում են մնալ չկատարված։ Օրինակ նշեմ, թե ինչ փոփոխություններ ենք ունեցել, միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ են որոշակի քայլեր արել, որոշ ֆինանսական աջակցություն են տրամադրել մշակույթի գործիչներին, թվայնացման և էլեկտրոնային հարթակի նախաձեռնություններ են եղել, համայնքային մշակույթի և գեղագիտական կրթության ծրագրեր, բայց ամենակարևոր համակարգային խոստումները, որոնք հիմա կկարդամ, օրինակ մեկենասության ամբողջական կարգավորում, ստեղծագործողների սոցիալական կարգավիճակի հստակեցում, ՊՕԱԿ-ների իրական ֆինանսական ինքնավարություն, մշակութային ժառանգության ամբողջական քարտեզագրում, թանգարանների ու գրադարանների լիարժեք թվայնացում, 10 արվեստի կացարան կենտրոն և գեղագիտական կենտրոնների 3-ից 12 թիրախ, այս խոստումները նորից հիմնականում մնացել են չկատարված, այսինքն բոլոր ոլորտներում մենք ունենք նույն վիճակը, ՔՊ-ն խոստացել է ենթադրաբար 30 բան, այս 30-ից այն կարևոր 25-ը մնացել է չկատարված, 5-ի մասով 2 ամբողջական կատարված կամ նույնիսկ կարող է գերազանցված խոստումներ կան և որոշները նոր սկսված ինչ-որ գործընթացում գտնվող վիճակ։ Չունենք մի ոլորտ, որտեղ ամբողջությամբ այն խոստումները, որոնք որ տրվել է այս ուժի կողմից, կատարվեն, չկա նման ոլորտ։ Նույն վիճակն է նաև քրեակատարողական համակարգում, այստեղ նույնպես որոշակի նախաձեռնություններ, փոփոխություններ կատարվել են, օրինակ, ամենաշոշափելի բանը, որ այս ոլորտում եղել է, դա էլեկտրոնային հսկման համակարգի ներդրումն է։ Պրոբացիայի ծառայությունը ձեռք է բերել հարյուրավոր էլեկտրոնային սարքեր, որոնք կիրառում է տնային կալանքի և վարչական վերահսկողության համար, բայց միևնույնն է, այս քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, բանտային առողջապահությունը, բանտային պայմանների բարելավումը և այլն մի շարք խնդիրներ, գլոբալ խնդիրներ նորից շարունակում են մնալ չլուծված։ Հիմա անցնեմ այն ոլորտներին, որտեղ ՔՊ-ն ամբողջովին ձախողել է։ Առաջինը պաշտպանության ոլորտն է, որտեղ ՔՊ-ն խոստացել էր ամբողջովին պրոֆեսիոնալ բանակի անցում, սակայն ձախողել է սա։ Մենք այս պահին ունենք ոչ թե պրոֆեսիոնալ բանակ, այլ կրճատված ժամկետային գումարած պայմանագրային խառը մոդել։ Այնուհետև երկրորդ մասը պաշտպանությանը վերաբերող իրենց սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում ու նոր նմուշների ձեռքբերմանն է վերաբերում։
Այստեղ կարելի է ասել, որ մասամբ արվել է, պաշտպանական ծախսերի աճ եղել է, բայց թե օրինակ ինչ համակարգեր են ձեռք բերվել, որ երկրներից ինչ զենքեր են գնվել, արդյոք արդյունավետ են այդ զենքերը, չեն կարող ասել փակ տեղեկատվություն է դա, բայց փաստը մնում է փաստ, որ պաշտպանության ոլորտին հատկացված բյուջեն էականորեն աճել է։ Այսպես 2021-ից հետո Հայաստանը մեծացրել է պաշտպանական ծախսերը, 2021-ին պաշտպանության ոլորտի ծախսերը եղել են մոտ 313.1 միլիարդ դրամ, 2023-ին 519.5 միլիարդ դրամ, 2024-ին 556.1 միլիարդ դրամ, 2025-ին 667 միլիարդ դրամ, իսկ 2026-ի համար նախատեսվել է մոտ 567.5 միլիարդ դրամ։ Սակայն ասել, որ այս ավելացված բյուջեն անվտանգության խնդիր է լուծում, չենք կարող, որովհետև փաստացի այս պահի դրությամբ մենք չունենք հաստատված կայուն խաղաղություն, չնայած նրան, որ նույն Նիկոլ Փաշինյանն է իր քարոզարշավը տանում է այն ուղղությամբ, որ եկեք պաշտպանենք խաղաղությունը, պահենք, փայփայենք, բայց այդ խաղաղությունը չկա, այս պահի դրությամբ դա փուչիկ է ավելի շատ եւ շոշափելի արդյունք, հստակ երաշխիքներ, որ մենք ունենք խաղաղություն, այս պահին մենք դեռ չունենք։ Մյուս հիմնական ձախողումը բնականաբար վերաբերում է Արցախին, ինչպես նշեցի վերևում, խոստացվել էր Արցախի հարցի կարգավորում, Արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչում, Արցախահայության պաշտպանություն, անվտանգության ապահովում եւ այլն, փաստացի մենք այսօր չունենք Արցախ։ Սա այն հիմնական կետն է, որը կարելի է համարել ՔՊ-ի լրջագույն անվտանգության մասով ձախողումը։ Եվ երբ ես ասում եմ, որ այս քաղաքական ուժը չի կարող հավակնել նորից իշխանություն լինելու, հենց հիմնական պատճառը սա է, քանի որ երբ դու խոստանում ես եւ քո նախընտրական ծրագրում հստակ գրում ես, թե ինչ ես անելու քո պետության կարևորագույն անվտանգության գործոն համարվող հարցերից մեկի մասով եւ անում ես լրիվ հակառակը, ապա կարելի է համարել, որ որպես քաղաքական ուժ դու այլևս չես կարող վստահության արժանանալ։ Սա անհերքելի փաստ է։ Անցնեմ մյուս ոլորտին, որտեղ նույնպես ՔՊ-ն ձախողել է, խոսքը վերաբերում է շրջակա միջավայրին։ Այստեղ բնապահպանական որոշակի ծրագրեր, փաստաթղթեր իհարկե ընդունվել են, բայց այն հիմնական խնդիրը, որը վերաբերում է խմելու ջրի եւ ոռոգման ջրի կորստին, շարունակում է մնալ։ Այս պահի դրությամբ մենք ունենք խմելու ջրի 51.9 եւ ոռոգման ջրի 44.3% կորուստ, ինչը ցույց է տալիս, որ ոլորտը շատ հեռու է արդյունավետ լինելուց։ Սևանի համար նույնպես որոշակի ծրագրեր իրականացվել են, սակայն նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սևանը շարունակում է կանաչել եւ դա համարել էր համապետական ողբերգություն, ինչը նշանակում է, որ այս հարցը, այս կարևորագույն հարցը նորից շարունակում է մնալ չլուծված։ Կանաչ տնտեսության ռազմավարությունը 2025-ին դեռ քննարկվում էր նախագծի տեսքով, այսինքն այս մասով նույնպես որոշակի գործողություններ չկան արված։ Ջրային ոլորտում նույնպես կան բազմաթիվ ձախողումներ։ Առաջինը վերաբերում է 500 միլիոն խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ ջրամբարների ստեղծմանը, ինչը չի արվել։ 2026-ի դրությամբ կապսի շինարարությունը կասեցվել է, նոր ջրամբարների մեծ մասը դեռ նախագծային կամ մեկնարկային փուլում են, իսկ 5 նոր ջրամբարերի ծրագիրը նախատեսում է մոտ 18 միլիոն խորանարդ մետր ծավալ, խոստացված 500 միլիոն խորանարդ մետր ծավալի համեմատ շատ փոքր ցուցանիշ է իրականում 18 միլիոն խորանարդ մետրը։ Մյուս ձախողված ոլորտը արդյունաբերությանն է վերաբերում, ՔՊ-ն 2021 թվականին խոստացել էր, որ արդյունաբերությունը պետք է լինի ՀՆԱ-ի 15%, պետք է կազմի ՀՆԱ-ի 15%, այնինչ 2024 թվականի տվյալներով այն կազմում էր ՀՆԱ-ի մոտ 10.5%։ Այս մասով արդյունաբերության մասով որոշակի գործողություններ արվել են, սակայն շատ փոքր, որոնք էական նշանակություն չեն ունեցել ոլորտի զարգացման համար եւ կարելի է արձանագրել, որ այստեղ նույնպես ՔՊ-ն ձախողել է։
Հաջորդ ոլորտը, որտեղ ՔՊ-ն նույնպես ձախողումներ է արձանագրել, գիտությանն է վերաբերում, այստեղ ՔՊ-ն բազմաթիվ խոստումներ էր տվել ճոխ 2021 թվականին։ Այսօր ունենք իրավիճակ, որ 2026 թվականին քննարկվում է գիտությանը հատկացվող բյուջեի կրճատման հարցը, ինչը էականորեն հակասում է 2021 թվականին ՔՊ-ի որդեգրած մոտեցմանը, որի համաձայն գիտությունը պետք է դառնա ռազմավարական շարժիչ ուժ, այսպես ասած, եւ այսօր տեսնում ենք, որ այդ ուղղությամբ ոչ միայն գործողություններ չեն արվում, այլ հակառակը բյուջե են փորձում կրճատել, այստեղ նույնպես կարող ենք համարել, որ ձախողել է ՔՊ-ն։ Մյուս ոլորտը դատական համակարգն է, որտեղ նույնպես ՔՊ-ն ձախողել է, չնայած որոշակի փոփոխություններ, բարեփոխումներ արվել են, խոսքը հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին է, դատաիրավական ռազմավարության մշակման, թվային գործիքների, բայց այդուհանդերձ չկա դատարանների նկատմամբ վստահություն, չկա արագ գործող դատական համակարգ, չկան անկախ դատարաններ եւ փաստացի այս պահի դրությամբ մենք ունենք նորից դատական իշխանությունից բավականին դժգոհ քաղաքացիներ, թերի աշխատող դատական համակարգ եւ չլուծված բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Այս մասով մենք ունենք նաեւ մեկ այլ շատ տխուր իրավիճակ, երբ դատական համակարգը որպես անկախ չի ընկալվում հասարակության բավականին մեծ խմբի կողմից, այսինքն մարդկանց մոտ տպավորություն է, որ դատական համակարգը ուղղորդվում է իշխանության կողմից, դատական համակարգում բավականին շատ են ձգձգումները, կան գործեր, որոնք տարիներ շարունակ քննվում են, բավականին խնդրահարույց է կալանքի կիրառումը որպես խափանման միջոց, կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց, ինչը շատ արատավոր պրակտիկա է, եւ փաստացի դատական համակարգի էական բարելավում մենք այս պահի դրությամբ չունենք, այստեղ նույնպես ՔՊ-ն ամբողջովին ձախողել է։ Փաստացի մենք կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ն կատարել է հիմնականում այն խոստումները, որոնք վերաբերում են օրենք ընդունելուն, ծրագիր սկսելուն եւ գումար հատկացնելուն, այսինքն ավելի պարզ ասած, այս մարդկանց մոտ ստացվում է ինչ-որ մի բան սկսել, գումար հատկացնել եւ ինչ-որ մի բանի մասին օրենք ընդունել, բայց երբ արդեն հարցը գալիս է իրագործման փուլ, այսինքն որ պետք է այդ ընդունած օրենքը իրագործեն, կատարեն ծրագիրը եւ հասցնեն ավարտին, այստեղ արդեն մենք ունենում ենք լուրջ խնդիր։ Եվ ես հատ-հատ նշեցի, թե ինչ փոփոխություններ է արվել, հա, այսպես ամփոփելով կարող ենք ասել, որ այս 5 տարվա ընթացքում մենք ունեցել ենք Արցախի կորուստ, ունեցել ենք արտաքին քաղաքական կուրսի փոփոխում, ՔՊ-ի կողմից հռչակած ուղղությունից լրիվ հակառակ ուղղությամբ, նորից եմ ասում, չենք նայում լավ է, վատ է, ուզում ենք, չենք ուզում, կա փաստ, մարդիկ ասել են մի բան, արել են լրիվ հակառակ բանը։ Մենք ունեցել ենք Արցախահայության խնդիրների ավելացում, այսինքն այն, որ պետք է լուծվեր, հակառակը էլ ավելի է ավելացել։ Մենք ունեցել ենք անվտանգային պաշտպանական մասով լրջագույն խնդիրներ, որոնք չունեինք մինչ այդ։ Մենք ունեցել ենք մի քանի ձեռքբերումներ, այսպես ասած, որոնք իրականում ես կարծում եմ, որ եթե օրինակ կշեռքի նժարներին դնենք ձեռքբերումները եւ կորուստները, ապա շատ տխուր պատկեր կստացվի ՔՊ-ի համար, որովհետև այս մարդիկ ինչ են արել, շատ լավ ստեղծել են ներքին գործերի նախարարություն, պարեկային ծառայությամբ ապահովել են ամբողջ հանրապետությունը, կառուցել են 60 դպրոց, ճանապարհաշինություն են արել, որոշակի բաներ իհարկե արել են, բայց եթե մենք սա համեմատում ենք այն կորուստների հետ եւ այն կեղծիքի ու ստի հետ, ինչու եմ ես սա ասում, որովհետեւ մարդիկ իրենց նախընտրական ծրագրում հստակ ասել են ինչի համար են գալիս են, որ ինչ անեն, եկել են եւ արել են լրիվ հակառակը։ Հետևաբար մենք կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ն իր նախընտրական ծրագիրը նախ թերի է կատարել, այսինքն ոչ միայն Արցախի մասը, այլ ընդհանուր նախընտրական ծրագիրը կատարված է լավագույն դեպքում 45%-ի չափով։ Եթե Արցախի հարցն ենք մի կողմ թողնում, անվտանգության, պաշտպանության հարցերն ենք մի կողմ թողնում, միևնույն է մնացած նախընտրական ծրագիրը նույնպես չեն կարողացել իրագործել։ Հետևաբար, այս կուսակցությունը իր իշխանության օրոք կարելի է ասել, որ ձախողել է
իր բոլոր այն ծրագրերը, որոնք ի սկզբանե ներկայացրել է։ Ես ինչու եմ այսքան մանրամասն ներկայացնում, որպեսզի հասարակության համար պարզ լինի իրենց քվեն ում են տալիս եւ ինչի համար են տալիս։ Գոնե թե անգամ եթե դուք ցանկություն ունեք նորից գնալ եւ ընտրել Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին, ապա գոնե կարդացեք հիմա ներկայացվող նախընտրական ծրագիրը եւ պահանջատեր եղեք։ Երբ ձեզ մի բան խոստանում են եւ չեն անում, պահանջեք, որպեսզի անպայմանորեն դա կատարվի։ Քաղաքական ուժի եւ հասարակության միջև կապը կարող է լինել առողջ, նորմալ, արդյունավետ միայն այն պարագայում, երբ հասարակությունը պահանջատեր է, այսինքն դու այդ մարդկանց ընտրել ես, որովհետև իրենք քեզ խոստացել են մի բան։ Օրինակ, եթե Ամերիկայում Թրամփին ընտրեն, Թրամփը խոստանա, որ միգրանտներին, ապօրինի միգրանտներին վտարելու է երկրից, բայց գա իշխանության եւ ապօրինի միգրանտներին բոլորին օրինականացնի, Թրամփը խնդիր կունենա Ամերիկայի քաղաքացիների հետ։ Տարբերությունը զարգացած հասարակությունների եւ նոր զարգացող հասարակությունների միջև հենց սա է։ Մենք վերջապես պետք է գանք այդ գիտակցությանը, որ պետք է պահանջենք քաղաքական ուժից անել այն, ինչ խոստացել է, եւ որևէ պարագայում չներենք այն ուժերին, ովքեր մեզ խաբել են։ Նաեւ այս նախընտրական փուլում ի սկզբանե հայտնաբերենք այն ուժերին, որոնք հիմա մեզ խաբում են։ Ամփոփելով այսօրվա եթերը, ես ընդհանրապես արձանագրեմ, որ այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է համարվել փաստացի ձախողված իշխանություն, այս պահի դրությամբ ընդդիմադիր կուսակցությունների մեջ ցավոք խոշոր ընդդիմադիր կուսակցությունները հիմնականում նորից զբաղված են պոպուլիզմով, ինչը շատ վատ է, փոքր կուսակցությունների մեջ կան կուսակցություններ, որոնց մասին ես խոսել եմ նախորդ եթերումս, որոնց նախընտրական ծրագրերը բավականին ռացիոնալ են, ադեկվատ են, իրագործելի են, բայց ցավոք այս փուլում կարծես թե նրանք չունեն այդքան ռեսուրս, որ կարողանան իշխանափոխություն անել։ Բայց ես հաջորդիվ կներկայացնեմ նաև ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, կբացատրեմ նորից կետ առ կետ, ոլորտ առ ոլորտ, ցույց կտամ, թե որ ծրագրերն են պոպուլիստական, որպեսզի սկզբանե դուք իմանաք, որ ձեզ խաբում են։ Եթե դուք օքեյ եք դրա հետ, որ ձեզ խաբեն, դուք նորից գնաք ընտրեք։ Խնդիր չկա, բայց ինձանից հասնում է բացատրելը, մնացածը արդեն դուք եք որոշում։ Ինչպես նաև ես խոստացել էի, որ կանդրադառնամ նրան, թե ինչու է ընտրակաշարքը ել ավելի հարստացնում այն մարդկանց, ովքեր բաժանում են այդ ընտրակաշարքը, ես չեմ մոռացել մոտ օրերս այդ մասին եթեր նույնպես կանեմ, կխոսեմ նաև մյուս եթերի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ծրագրերից։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է տեղեկացված լինելը եւ հորդորում եմ քաղաքական ուժերին, առավել եւս ընդդիմադիր քաղաքական ուժերին դուրս գալ ՔՊ-ի օրակարգից, դադարել խաբել մարդկանց, դադարել այդ պոպուլիստական ելույթներն ու խոստումները, դադարել մարդկանց հեքիաթներով խաբելը, որովհետև ես ինքս շարունակելու եմ մշտապես անկախ ընտրությունների արդյունքներից, ես շարունակելու եմ հետևողականորեն բոլոր քաղաքական ուժերի թերությունները մատնանշելը, բացահայտելը նրանց ստերը եւ մարդկանց պատմելը այդ մասին։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։